Ընդդիմությունը լեգիտիմ չէ, այն ձևավորվել է համատարած, կազմակերպված եւ ապացուցված ընտրակաշառքների արդյունքում եւ հետեւաբար խորհրդարանական ընդդիմությանը մենք վերաբերվելու ենք ոչ թե որպես ընդդիմադիր падգամավորների, այլ որպես հանցագործների։ Նրանցից ոմանց մենք առանձնահատուկ անհամբերությամբ ենք սպասելու ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերելու նրանց նկատմամբ։ Բացասական վերաբերմունք։ Ինչ վերաբերվում է այս ընտրակաշառատու ուժերին եւ նրանց այս բանդայի ղեկավարներին, ապա նրանք բոլորը պետք է պատիժ կրեն օրենքով սահմանված։ Նրանք բոլորը պետք է պատժվեն եւ երկար տարիներ անցկացնեն քրեակատարողական հիմնարկներում, որպես դաս բոլոր նրանց, ում մտքով անգամ կարող է անցնել, որ կարելի է ընտրակաշառքով բռնազավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Տեսա, որ կալուգացիները արդեն 2 օր է ընկած բացատրում են իրենց ընտրողներին, թե ինչու են վերցնում մանդատները, արդարացումներ են բերում եւ այլն։ Եվ զգում եմ, որ նրանք չեն հասկանում, թե իրենց ընտրողները ինչու են նեղ սրտած կամ ինչու իրենց չեն հասկանում, եւ ուզում եմ բացատրել։ Ուրեմն, սիրելի կալուգացիներ, այս ամեն ինչը տեղի է ունենում ձեր այն փոքրաթիվ ընտրողները, նկատի ունեմ իրական ձեր ընտրողները, ոչ թե փողով ընտրողները։ Այդպեսին կան, քիչ են, բայց կան։ Ներսրտում են, որովհետև դուք տարել եք ապոկալիպտիկ քարոզարշավ։ Դուք ասել եք, եթե Փաշինյանը կրի, նախ ասել եք, որ դուք եք կրելու, որ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու, չգիտեմ ոնց լինելով Ռուսաստանի քաղաքացի, բայց այդ մի կողմ։ Ու ասել եք, եթե Փաշինյանը հաղթի, 300,000 ադրբեջանցի է հաջորդ օրը գալու։ Ասել եք, որ Հայաստանը դառնալու է թուրք ադրբեջանական վիլայետ, որ մենք դավաճաններ ենք եւ այսպես շարունակ։ Եվ բնական է, որ ձեր ընտրողները ասում են մի վարքյան։ Այսինքն ապոկալիպսիսի մասին եք խոսում, բան, հիմա ինչ թուրք ադրբեջանական վիլայետում դուք գնալու եք падգամավոր դառնալ։ Ու իրանց տեսանկյունից, ովքեր որ ձեզ հավատացել են, ձեր ստերին, տրամաբանական է այդ հարցադրումը։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ձեզ գցել եք ծուղակը, այն նույն ծուղակը, որը իրանց գցել էին Հայաստան խմբակցության падգամավորները, Քոչարյանն ենք։ Իրանք էլ 2021 թվականին ապոկալիպտիկ թեզերով քարոզարշավ արեցին, հետո սխելով եկան մանդատները վերցրեցին եւ հայտնվեցին երկվության մեջ, անձի երկվության մեջ։ Մի կողմից իրանք ասել էին, որ մենք աշխարհի ամենավերջին թշնամիներն ենք, բայց մյուս կողմից իրանք խորհրդարանական գործունեությամբ պետք է զբաղվեին։ Ու դրա համար մի օր գալիս էին նիստի, մի օր չէին գալի նիստի, հանձնաժողովի նիստերի մի օր գալիս էին, մի օր չէին գալիս էին մի անգամ գալիս էին մեր հետ գործողման, ընտրողները ինչ շան լապ ասես իրանց գլխին չէին թափում, որովհետև ասում են իվարկյան դուք ես դավաճանների հետ ոնց եք գնում։ Եվ հետեւաբար լուծումը ո՞րն է, սիրելի կալուգացիներ։ Տեսեք, Հայաստան խմբակցությունը 5 տարի հետո ստացավ 2 անգամ ավելի քիչ քվե։ Այս ամեն ինչի արդյունքում, այս իրանց անհետևողականության եւ ապոկալիպտիկ քարոզարշավի արդյունքում։ Լուծումը ո՞րն է։ Սուտ արդարացումներ մի բերեք, այդ հեքիաթները մի պատմեք, որ գալիս եք, որպեսզի ՔՊ-ից падգամավոր փախցնեք, որ ձեզ ընտրի, չի լինելու այդպիսի բան։ Ասեք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը հետեւյալն է։ Պետք է ասեք ընդհանրապես հետեւյալը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը տվել է իր քվեն եւ տվել է մանդատ կառավարելու քաղաքացիական պայմանագրին։ Մեզ, այսինքն ձեզ, տվել է մանդատ լինել ընդդիմություն։ Այնքան մանդատ է տվել, որ դուք լինեք ընդդիմություն, բայց չլինեք իշխանություն։ Եվ դուք պատրաստվում եք գաք ազգային ժողով եւ բարձրաձայնեք նրանց խնդիրները։ Ահա այս է ճշմարտությունը։ Սա է ձեր ընտրությունը։ Չնայած ինչ եմ խոսում, դուք ինչ ընտրություն ունեք։ Ձեզ ուղղակի ասել են կգնաք մանդատները կվերցնեք, նրանք ովքեր որ ձեզ ուղարկել են Հայաստան, դուք էլ խելոք քիպես վերցնեք։ Դուք ով եք որ ընտրություն ունենաք։ Կհանդիպենք ազգային ժողովում։ Պես եւ սպասվում էր, կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են падգամավորական մանդատները եւ գալու են ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու։ Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները եւ պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարտը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել եւ հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, այն նրանց մենք առանձնահատուկ ողջավորությամբ ենք սպասում ազգային ժողովում եւ քաղաքականապես ոչնչացնելու ենք կրկին մինչև վերջին մարտը։ Սպասում ենք։ Կհիշեք, որ Սերժ Սարգսյանի նախկին հանրապետական մարզպետը հայ զինվորին, սակրավորին ցանկացել էր մահանալ։ Կատակ չեմ անում, չեմ չափազանցնում, նայենք։ Սա երկրորդ դեպքն է արդեն, որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։
Հիմա սա, այս աննորմալը, կալուգացիների ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակով կդառնա падգամավոր, եթե մանդատից չհրաժարվի։ Եվ ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, եթե չեն կիսում այս հայտարարությունը, պետքա հորդորեն այս աննորմալին դնել մանդատը եւ չգալ ազգային ժողով։ Հակառակ դեպքում, եթե նա գա ազգային ժողով, մենք համարելու ենք, որ ուժեղ Հայաստանը կիսում է այս կարծիքը եւ նույնպես մահ է ցանկանում հայ զինվորին եւ հայ սակրավորներին։ Եվ հետեւաբար ազգային ժողովում դաժան օրեր են սպասվում ոչ միայն այս Սերժի մնացուկին, այլ նաեւ ազգային ժողովի կալուգյան ամբողջ համայնքին։ Տեսա, որ այսօր կալուգացու զարմիկը ինձ անվանել է ոչ ավել ոչ պակաս հարևան երկրի ներկայացուցիչ։ Եկեք անալիզի ենթարկենք մեղադրանքն ու մեղադրողին։ Ուրեմն ես, ի տարբերություն կալուգացու, ունեմ եւ միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության։ Ասեմ ավելին, ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ ոնց որ թե ունեմ եւ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետեւ ըստ հրապարակումների, ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթերի Ռուսաստանի նա հանդիսացել է կամ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Եվ հետեւաբար ի տարբերություն իրենց, ես կարող եմ լինել միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ի բնե, որովհետեւ ես ունեմ մի հայրենիք, միշտ ունեցել եմ մի հայրենիք։ Հաջորդը, երբ որ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի եւ իր 3 եղբայրների, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ես չեմ փախել, ես չեմ ազատվել, ես փող չեմ տվել, ես ոչ մի բան չեմ արել։ Ես գնացել եմ եւ ծառայել եմ, իմ պարտքը կատարել եմ։ Եվ ամենավերջինը, ես հասկանում եմ իհարկե, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել